Սամվել Կարապետյանի կուսակցությունն այսօր հանրահավաք էր ավիրել, մասնակցելու եք։ Ոչ։ Ինչու՞։ Ինչու արդեն դուք պետք է իմանաք, ինչու։ Նորից հաները գան։ Չէ, ոչ մեկին չեմ մասնակցելու։ Անպայման։ Ինչու եք որոշել մասնակցել։ Որ ես կառավարությունից, ղեկավարությունից բրցնենք։ Ոնց էլ ուզում ալի կուշտ մարդը երբեք սրանց նման չի լինել, սոված մարդը երբեք ղեկավար պետք չի նշանակել։ Ինչու՞։ Չեմ ուզում։ Չէ, աչիկ ջան, ես առողջական վիճակս իմ այնպես ինչի, ընդհանրապես չեմ մասնակցում այդպեսի բաներին։ Ես տենց բաներից հեռու եմ քաղաքական։ Չէ, ես գործում եմ, էլի, գործերով աշխատանք եմ, ավելի ճիշտ։ Երեկոյան 5-ին է։ Չէ, երեկոյան էլ եմ աշխատանք։ Ճիշտ ասած ոչ։ Ինչու։ Ես այժմ միացնից եմ գամ ստեղ հասնեմ, որ հանրահավաքի մասնակցեմ։ Ինչի՞ չեք մասնակցելու։ Չգիտեմ։ Ոչ։ Ինչու։ Ես ոչ մի տեղ չեմ մասնակցում։ Իհարկե որ։ Ոչ, ես չեմ կարող։ Մասնակցելու եք։ Չեմ ուզում։ Ես ոչ եմ հանրահավաքի չեմ մասնակցում։ Դրա մեջ չկամ ես։ Անպայման, միայն ու միայն Սամվել Կարապետյանին կընտրենք։ Ինչու եք որոշել միանալ Սամվելին։ Այդ ամենաճիշտը, իմ կարծիքով այդ ամենաճիշտը։ Ու լիքը մարդ որ միանա, հաստատ երկիրը կփոխվի, կդառնա այլ ավելի լավ։ Ոչ։ Որովհետև ես ռուսամետների չեմ մասնակցում։ Չէ, ես ճիշտ ասած ընդդությունները որ պիտի լինեն հիմա ճիշտ ասած չեմ էլ գնալու ընդդության, որովհետև աթոռները փոխվում են, մնացածը մնում են։ Հասկացա՞ք ինձ վրա։ Աթոռները մենակ անուններն են փոխվում, բայց կառավարությունը նույնն է մնում, փոփոխություն չի լինում։ Խեղդվում է երկիրը։ Մենք չենք ուզում երկիրը խեղդվի, մենք ուզում ենք երկիրը շնչվի։ Վարչապետ լինի, վարչապետ չլինի, նախագահ լինի, նախագահ չլինի։ Էդի հեչ հետաքրքիր չի, կարևորը երկիրը շնչվի, օդ առնի, մի քիչ թեպի Եվրոպա ձգվի, թեպի խաղաղություն գնա, թեպի չլինի պատերազմ սպանություն, մանուկները, երեխեքը ծնողների ցավ չդենա։ Էդ է մեր հիմնական նպատակը, էդ է հայը միշտ խաղաղ է եղել։